Գեղարքունիքի մարզ։ Երեխաներ, այսօր աշխարհացույցի միջոցով մենք ներկայացնելու ենք Գեղարքունիքի մարզը, նրա աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, տնտեսությունը եւ հատկապես շեշտը դնելու ենք մեր բնակավայրի Մարտունի քաղաքի վրա, ներկայացնելու ենք Մարտունին իր հարակից գյուղերով։ Խոսելու ենք պատմաճարտարապետական կոթողների, զբոսաշրջության տեսանկյունից գրավչություն ներկայացնող տեսարժան վայրերի, ավանդական ուտեստների մասին։ Կատարելու ենք նաև քարտեզագրական, չափագրական աշխատանքներ, այն է հեռավորությունների և մակերեսների որոշում, բայց այս անգամ ոչ թե կանոնի ու չափանիվի, այլ աշխարհացույց հարթակի գործիքների օգնությամբ։ Մի համառոտ ներկայացնենք Մարտունին, Մանեջան արի։ Մարտունի քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվում է ծովի մակարդակից 1950 մետր բարձրության վրա։ Իր անունը ստացել է հայ հեղափոխական Ալեքսանդր Միասնիկի պատվին, ում ծածկանում Մարտունի է։ Հարավում Վարդանյաց լեռնանցքի ուղղությամբ գտնվում է Վարդանիսի լեռնաշղթան։ Ամառվա 3 ամիսներն արևոտ են, գարունն ու աշունը մեղմ։ Մարտունի բնակչության թիվը 4000։ Կարող եք ասել ինչ տեսարան է։ Տեսարան Մարտունու քաղաքից։ Այո, ճիշտ է։ Ինչ տեսարան է։ Ասեք Մարտունու քաղաքապետարան։ լավ, ճիշտ է։ Մի այսպիսի հարց, ինչ եք կարծում, որն է Մարտունու ամենամեծ գյուղը։ Երկին Գեղարքունի։ Ահա, գեցե։ Այստեղ գույներով, համապատասխան թվերով տրված են Մարտունու բնակչության թվով առաջատար 6 գյուղերը։ Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Զոլարքար, Գերխովիտը Լեռնաքերտի հետ միասին, Լիճքը եւ Երանոսը։ Սրանց փինն է։ Տեսեք ինչ է սետերված սրա տակ։ Մարտունու տեղում աղբյուր է եղել, և բնակիչները շատ բնայովաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրից ձորակած, և մինչև լույս աղբյուրի ջուրը հոսելով լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին և հարսը քարե արձան է դառնում։ Այդպես ստեղծվում են լիճը և փոքրիկ գյուղը լճի ափին։ Այն պարկն է, դուք կարող եք տեսնել փոքրիկ տեղեկություն, եթե սեղմենք ավելին, բնականաբար ավելի շատ նյութեր և Սևան ազգային պարկի վերաբերյալ նկարներ են տարբեր, սա դուք տանը կնայեք, շատ հետաքրքիր է և այստեղ բնականաբար տարբեր տեղեկություններ են, քարտեզի տարբեր բովանդակություններ և մենք կարող ենք սրանցից յուրաքանչյուրը թաքցնել և քարտեզը մեզ համար դարձնել ավելի պարզ կամ ավելի բարդ, լիճը պահել, գետերը պահել, քաղաք, մարզշրջան և այլն։ Սա է այդ հնարավորությունը աշխարհացույցի։ Հարցեր, պետք է պատասխանենք այդ հարցերին և կատարենք այդ աշխատանքները։ Տեսնենք ինչ հարցադրումներ, առաջադրանքներ կան։ Էլենջանարին Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Իսկ աշխարհացույց հարթակը մեզ ընձեռում է այդ հնարավորությունը։ Այո, որն է գործիքներ բաժինը, երկարությունը չափելու գործիքը, հիմա Սևանար լիճը կբացվի, ֆիքսում ենք հյուսիս-արևմուտքը, այո, գիծը տարանք, մինչև հարավ-արևելք ֆիքսեցինք, կարդանք քանի կիլոմետր, մոտավորապես 75 կիլոմետր, որը իրական է, չէ, իրականում Սևանա լճի ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 75 կիլոմետր։ Հիմա պետք է հաջորդ թերթի կկարդանք Նորատուս և Արտանիշ թերակղզիների միջև հեռավորությունը։ Նորատուս և Արտանիշ, սա ամենափոքր հեռավորությունն է, այո, ահա, եկեք գույնը փոխենք, կարմիր գույնը վերցնենք, որպեսզի ավելի ակնառու լինի,
եւ տեսնենք քանի կիլոմետր է 407 է գրված չէ, մոտավորապես մենք գիտենք, որ 5 կիլոմետր է այս հեռավորությունը։ Եվ մյուս առաջադրանքը Փոքր Սևանի մակերեսը։ Ահա, փոքր Սևանի մակերեսը գտնելու համար ընտրում ենք մակերեսի գործիքը եւ կետեր նշելով հերթով այսպես լցնում ենք մակերեսը եւ որոշում։ Շատ լավ Էլեն նստի, գրանցված եք աշխարհացույց հարթակում եւ ունեք այս բոլոր գործիքներից օգտվելու հնարավորությունը հանձնարարում եմ, որ Սևանա լճի մակերեսը եւ առանցին փոքր Սևանի լճի մակերեսը տանը ինքները հաշվեք։ Ուրիշ Ջահաց։ Ահա, ճիշտ է, շատ լավ։ Արմաղանը չէ, Զահրաբխային խառնարանային լիճ է։ Մի փոքր տեղեկություն Արմաղանի մասին։ Իսկ Արմաղանում ով է բարձրացել։ Դուք Արմաղան չեք գնացել, ահա, շատ լավ, ահա, հատկապես ոտքով, օրինակ ես 2 անգամ ոտքով բարձրացել, ոտքով էլ իջել եմ։ Հայաստանի գեղարքունիքի մարզում Սևանա լճից հարավ-արևմուտք, Այգիճի գետահովիտից հյուսիս, Գեղամա եւ Արտեմիսի լեռնաշղթաների սահմանագծին։ Լեռան բարձրությունը 2829 մետր է, գագաթին է գտնվում 50 մետր տրամագծով եւ 1.5 մետր խորությամբ փոքր լիճ։ Լեռնային գագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշենի համայնքի տարածքում, մարտունից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 4 մետր տրամագիծ եւ 50 մետր խորություն, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ Հաջորդը Վանևան։ Գիտեք որտեղ է Վանևանը, երեխաներ։ Արտենիկում։ Լավ, եկեք տեսնենք մի փոքր տեղեկություն Վանևանի մասին։ Վանք հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արցվանից գյուղի արևելյան ծայրամասում հիմնադրվել է վաղ միջնադարում։ Իշխանավանք, ով է եղել Իշխանավանքում, ինչ հետաքրքիր վանք է, տեսնենք Իշխանավանքը։ Գեղարքունիքի մարզի Վարդերի գյուղում համանուն գետի ափին է գտնվում Իշխանած վանք սրբատեղին։ Մենք ասում ենք Իշխանավանք, չէ՞։ Այս սրբավայրը թվագրվում է 11-ից 13-րդ դարերով։ Այն նախկինում եղել է խոշոր եկեղեցի, որը կոչվել է Անչից անապատ կամ Սուրբ Մինաս եկեղեցի, կոչվել է Իշխանած վանք կամ Իշխանավանք։ Այն բնական կամուրջ, եղել եք երեխաներ, եկեք տեսնենք սա ինչ է իրենից ներկայացնում։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկար գյուղի հարավ-արևմտյան մասում եւ տեղադրված է Բաղդադ գետի ավազանում։ Էկոլոգիայի ուսուցչուհին է, կներկայացնի գորգագործությունը եւ կներկայացնենք խոհանոցը։ Անել Մարտունու տարածքում եղել է գորգարտել կոչվածը, որը երկար տարիներ գործել է եւ նույնիսկ արտասահմանից բազմաթիվ պատվերներ են ստացել եւ իրականացրել են գեղեցիկ աշխատանքներ։ Այստեղ բաց ներկայացված է կարճ իր պատմությունը։ Այժմ փոքր տարիքի երեխաները շարունակում են եւ սեր ունեն այդ ուղղությամբ, մասնակցում են բազմաթիվ փոքրիկ խմբակների, ներկայացված է մանկապատանեկան կենտրոնը, այստեղ ցուցադրված է իր հասցեն, որտեղ փոքր տարիքից արդեն իրենց մեջ սեր է սերմանվում կարպետագործության եւ գորգագործության հանդեպ։ Ցուցադրված է Մարտունու պատկերասրահը, որտեղ նույնպես պահպանվում են տարբեր արժեքավոր իրեր, ինչպես նաև գորգեր, կարող եք հղումը մտնել եւ ավելի պարզ այնտեղ ամեն ինչ ներկայացված է։ Այսօր մենք ներկայացնի ճաշատեսակներից մի փոքրիկ հատված։ Մարտունի քաղաքը գտնվելով Գեղարքունիքի մարզում Սևանա լճի մոտ ունի յուրահատուկ խոհանոց, որը ձևավորվել է տեղական բնության եւ ավանդույթների հիման վրա։ Ստեղծել են հաշվի առնելով տվյալ տարածքային առանձնահատկությունները,
ներկայացված է կարտոֆիլի փուռը, ներկայացրել եմ թանաբուրը, պատկերակը տեղադրել եմ Եվովիտի տարածքում, թանաբուրը պատրաստում են մածունից, խաղով, որտեղ աշակերտները ներկայացնում են մեր մարզերը, նշում են մարզերը բնութագրող որոշակի նախադասություններ, որով դուք պետք է գուշակեք, թե որ մարզն է ներկայացված։ Այստեղ ձեզ մոտ բաժանված են թերթիկներ, որտեղ նշված են մարզերը։ Դուք պետք է համարակալեք, թե որ մարզի մասին է խոսքը։ Եթե լինեք իմ մարզում, եզերաչել կբացեմ ողջ եզերքը, ուղեկցեմ դեպի սառցադաշտային ծագման այս լիճը, կծանոթացնեմ պատմաճարտարապետական շատ հուշարձանների ու գոտողների հետ, և վերջապես այստեղից է, որ կարող եմ տեսնել Հայաստանը ամենաբարձր կետից։ Իմ մարզը Ալբաստան է տվել Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և ոչնչացման եզրի լուծման շահույթը։ Համախառն ապրանքի մոտ 15%, այն ուրիշ որտեղից դեպի մարզից կարող է հայտնված տեսնել իրականները։ Իմ մարզի վանական կառույցները դեպի իրենց են ձգում աշխարհասփյուռ հայությանը։ Նախորդ մարզի հետ միասին իմ մարզը համարվում է խաղողագործության և գինեգործության օրրան։ Այստեղ եմ գտնվում Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ կարևորագույն կառույցը։ Մարզում է գտնվում հանրապետության ամենամեծ հարստությունը և մեր վարկն է այն հետագա սերունդներին հանձնել այնպես, ինչպես ժառանգել ենք մեր պապերից։ Ունենք խանարանային և հրաբխային ծագման գեղատեսի շատ լճեր։ Իմ մարզը դեպի իրեն է ձգում շատ զբոսաշրջիկների։ Տախտի վրա աղոթում ունենք, ես շահերի գլխին էսվում եմ մի բերդ։ Այս համալիրներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության մեխանիզմով հուշարձանների ծագում։ Ահռելի ձոր է մի կտոր լույսի, ծովեր, լճեր, անտառներ։ Այդ ես տարօրինակ բան, իսկ օդը լիմանայքանը նվազնաշնորհի օգտագործում են թաքշյա։ Ուզում եք տեսնել աշխարհի ամենաբարձր ծառը, ձգտում տեսնել համար պետք չի իրացել երևույթյան ազգային վարկի մասին։ Իմ մարզում եմ։ Տեսնում եք, որ հարթակի ներքևի մասում տրված է ժամանակացույցը, ես սիրում եմ սրան անվանել ժամանակի մեքենա։ Եթե մենք մի փոքր ետ գնանք, մոտ 30 տարի ետ գնանք և նայենք Հայաստանի Հանրապետության քարտեզին, մարզերի փոխարեն մենք կտեսնենք վարչական շրջանները։ Այսինքն ժամանակացույցը կամ ինչպես ասում եմ, ժամանակի մեքենան մեզ հնարավորություն է տալիս ճամփորդել ժամանակի մեջ։